մեր ուշադրության կենտրոնում մեր մայրենի լեզվի հայերենի պահպանության խնդիրն է եւ բնականաբար այսօր լեզվի պահպանությունը դա յուրաքանչյուրի խնդիրն է, ինչպես շատերը ասում են, դա իմ խնդիրը չէ, ոչ։ Այսօր մենք որպես պետություն ունենք պետական լեզու եւ այդ պետական լեզուն հայերենն է եւ պաշտոնական լեզուն գրական հայերենն է։ Այսօր արևմուտքի մարտահրավերները այնքան շատ են, որ այդ մարտահրավերների մեջ պետք է մենք կարողանանք ճիշտ կողմնորոշվել եւ կարողանանք խոսել ոչ միայն մեր մայրենի անաղատության մասին, այլ նաև մայրենի պահպանության մասին։ Դες հայտնի է, որ արևմտահայերենը որպես գրական լեզու այսօր հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների շարքում, որովհետև փոքր ժողովուրդների լեզուները վտանգի տակ են, եւ դա էր առիթ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականին որոշում կայացրեց ամեն տարի փետրվարի 21-ը հայտարարել մայրենիի միջազգային օր։ Եվ այսօր էլ արդեն նման խնդիրների առջև կանգնած ենք եւ գիտեք վերջերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Լյուդմիլա Մետրաֆանովան հայտարարեց, որ օրենսդրորեն ռուսերեն պետք է ԽՍՀՄ նախկին հանրապետություններում ճանաչվի որպես երկրորդ օտար լեզու։ Սա ասեմ, որ առաջի հայտարարություն չէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից 2009 թվականին Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ հաղորդվեց, որի հեղինակը այդ հաղորդման մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ռուսերենը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է երկրորդ պետական լեզու եւ ամբողջ աշխարհի հայությունը գաղթօջախներից հեռախոսազանգերի դադար չկար, անընդհատ զանգահարում էին իրենց մտահոգությունները հայտնելով, թե այդ ինչպես է եղել եւ այլ։ Նման խնդիր չէր եղել, նման խնդիր չէ ծագել, բայց թե ինչ առիթով էր կենտրոնական հեռուստատեսությունը շահագրգռված, որ նման հայտարարություններ տալիս, չեմ կարող ասել։ Եվ այսօր էլ ուրեմն ռուսերենը Հայաստանի Հանրապետությունում երկրորդ լեզու դառնալու համար օրենսդրական բավական գործընթաց է պետք։ Հենց այնպես օրենսդիր մարմինը որոշում չի կայացնում եւ չի հայտարարում ռուսերենը պետական լեզու։ Առաջի հերթին պետք է սահմանադրական բարեփոխումներ տեղ ունենան։ Մեր հիմնական օրենքի 20-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է հոդվածի հետո լրացվի, որ նաև ռուսերենն է պետական լեզու։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ռուսերենը երկրորդ պետական լեզու դառնալու հնարավորություն չունի, որովհետև օգտագործողների թիվը այսօր Հայաստանի Հանրապետությունում չկան։ 98% միատարր բնակչությունը հայերն են, 2% այլ ազգիներ, որի մեջ մտնում են ասորիները, հույները, ռուսները, եզդիները, քրդերը եւ նաեւ այլ փոքր ներկայացուցիչներ, ինչպես վրացիները եւ այլ, ուկրաինացիներ։ Հա, հիմա ձեր ասած օրենսդրությունը ընդունվի, սահմանադրություն փոխվի, այդ դեպքում որովհետեւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսերեն նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ Այսօր ռուսերենը օգտագործում են ավագ սերնդի ներկայացուցիչները, իսկ երիտասարդությունը այսօր տուրք է տվել օտար լեզուներին, այսինքն անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին եւ այլ։ Ես կարծում եմ, որ ռուսերենի նկատմամբ փավուր պատշաճի ուշադրություն պետք է դարձվի։ Այսօր անհնար է պատկերացնել մեր առօրյան առանց օտար լեզվի, առանց ռուսերենի։ Ռուսերենը շատ անհրաժեշտ է մեր յուրաքանչյուր քաղաքացու համար, որտեղ մեր ոչ առանց պետական լեզվի դառնալու, ուրեմն մեր հանրապետությունում պետք է լեզվական քաղաքականության ծրագիր մշակվի։ Պետք է բոլոր դպրոցները լինեն հանրակրթական, հայկական դպրոցներ օտար լեզուների խորացման ուսուցմամբ։ Այսօր ռուսերենի համար եւ օտար լեզուների համար հստակ պայմաններ են ստեղծվել եւ նրանք ազատ կարող են օգտագործել։ Այսօր
հանրակրթական ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատություններում ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը ազատ մենք օգտագործում ենք։ Ուրիշ բան է, լինեն հայկական հանրակրթական դպրոցներ օտար լեզուների խորացված ուսուցմամբ։ Նախկին ռուսական թեքումով դպրոցները, ռուսական թեքումով վարժարանները, ռուսական թեքումով, չգիտեմ, լիցեյներ կամ չգիտեմ քոլեջներ ինչ որ կան, որևէ մեկը օրենքը մեր չի սահմանափակում նրանց գործունեությունը։ Այսօր պետք է պետական մտածողությամբ մոտենալ հարցին։ Այսօր այդ հայտարարությունը մեր ժողովրդին անընդհատ ալեկոծության մեջ է պահում։ Այդ հարցը կարելի է շատ հստակ կարգավորել։ Եթե նախկին ռուսական դպրոցների թիվը խնդրեմ, բերեք ավելացնենք, լինի հայկական դպրոց ռուսերենի խորացված ուսուցում, հայկական դպրոց ֆրանսերենի խորացված ուսուցում, հայկական դպրոց անգլերենի խորացված ուսուցում եւ այլ։ Ինչ է եղել, այսօր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունները ազատ իրենց կրթական համակարգ կազմակերպում են Հայաստանի Հանրապետության օրենքներին համաձայն։ Ես այդտեղ չեմ գտնում, որ պետք է ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ տրվի, որ կարողանանք ռուսերենի նկատմամբ մեր վերաբերմունք փոխենք։ Այսօր մեր առաջնահերթ խնդիրը ռուսերենի նկատմամբ վերաբերմունք ձևավորել։ Եթե առաջ մարդիկ ինչ ռուսական էր, համայնավարական էր, խորհրդային էր, ոչնչացնում էին։ Այդ թվում եւ կրթական համակարգ եւ չգիտեմ շատ խնդիրներ։ Այդ խնդիրները այսօր հստակ կարող ենք մենք, այսինքն ինչի, որովհետև հետազոտությունները ցույց են տվել, որ ռուսերենը այսօր 200 միլիոն մարդ է ռուսերենով խոսում, հաղորդակցվում միմյանց հետ։ Եթե Հայաստանի Հանրապետությունում, այո, Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Մերբալթյան հանրապետություններում ռուսերենը գործածում են ավագ տարիքի մարդիկ։ Երիտասարդությունը այսօր ռուսերեն չգիտի։ Սա ցավ է, որ պետք է անպայման այս ցավի մասին բարձրաձայնել։ Ինչի, որտեղ եթե մենք տարբեր կազմակերպությունների հետ տնտեսական, ռազմական համագործակցություն ենք միմյանց հետ, ուրեմն պետք է նաև աշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունների պաշտոնական լեզուն, հաղորդակցման լեզուն ռուսերեն, նաև ռուսերեն մենք կարողանանք շփվենք։ Եվ գիտեք ինչ, ժամանակ առ ժամանակ, որովհետև այսօր աշխարհում, եթե ասում ենք 1.5 միլիարդ մարդ խոսում է չինարեն, մոտ 1.5 մարդ խոսում է անգլերեն, այսօր ռուսերենը որպես պետական լեզու գրանցված է ընդամենը 7 երկրում։ 7 երկիր այսօր ռուսերեն, դա կարող է լինել Կիրգիզիայում, Ղրղզստանում, որտեղ բնակչության 45% կիրգիզներ են, 55% ռուսներ են։ Նույնը կարող է լինել Բելարուսում, նույնը կարող է լինել Ղազախստանում, որտեղ իրոք ընդունված է ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու։ Նույնը կարող է լինել Ուկրաինայում, որտեղ Ուկրաինայի արևելյան հատված ամբողջ լիվ ռուսական բնակչությունն է, բայց Հայաստանում ռուսերենը ով պետք է սովորի, 98%-ը հայեր են։ Ուրեմն մեր պետական լեզուն հայերենն է։ Եվ հետո նման խնդիր ցակելու դեպքում պետական լեզվի կարգավիճակ տրվի, ոչ թե այսպես ասելով պետքա կարգավիճակ, օրենսդրորեն պետքա դա կարգավորվի։ Այսինքն պետք է դրվի հանրակրվեի։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում լեզվի մասին օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունը գործավարությունը կատարվում է գրական հայերենով։ Այլ լեզվով կատարելը դա համարվում է օրենքի խախտում, այսինքն ռուսերեն կամ որևէ բան։ Երբ որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, այսինքն դեսպանատները, երբ որ պաշտոնական գրություններ են հասցագրում մեր պետական մարմիններին, անպայման իրենց լեզու եւ իրենց լեզվով զուգորդված նաեւ մեր հանրապետության լեզվով, այսինքն պետական լեզվով, հայերենով։ Հա։ Հիմա նույնը կրթության դաստիարակության լեզուն գրական հայերեն։ Հա։ Բայց արեք ու տեսեք, որ կրթական ուսումնական հաստատություններում կրթության դաստիարակության լեզու գրական հայերեն մղվել է երկրորդ պլան։ Հայ սլավոնական համալսարանում կրթությունը եւ դաստիարակությունը կատարվում է օտար լեզվով ռուսերեն։ Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի Երևանի մասնաճյուղում ուսուցումը կազմակերպվում է օտար լեզվով
հայերեն չի կազմակերպում, նույնը ֆրանսիական եւ այլ, որը օրենքի կոպիտ խախտում է, իսկ օրենքի կոպիտ խախտման համար ուրեմն կա պետական լիազոր մարմին, որը իր գործառույթների շրջանակներում պետք է անպայման մարդկանց իրազեկի, որ կրթության դաստիարակության լեզուն հայերեն պետք է լինի եւ օրենքը պետք է պահպանել։ Ես հիշում եմ հայ սլավոնական համալսարան գովազդին նվիրված գիտաժողով էին անցկացնում կամ եթերում հանդես էին գալիս այնպիսի հեռուստալրագրողներ, որ միայն նախընտրում էին ռուսերեն խոսել, իսկ տվյալ հեռուստառադիո ընկերությունը համաժամանակյա թարգմանություն չէր կազմակերպում եւ այդպիսի մարդիկ էին Գլոմովը, Նաիրա Գյուրջինյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, ովքեր որ ինչքան խոսում են միայն խոսում էին ռուսերեն, հայերեն պետքա խոսի, վերջ, եթերից եթե օտար խոսքը հնչում է, պետք է կամ լուսագրային, կամ ձայնային թարգմանություն ապահովեն։ Ինչ? Ձեր ղեկավարման անունների վերջության պետական պաշտոնյաներից ով է պատասխանատվության ենթարկվում։ Իմ ժամանակ բոլորը օրենքը պաշտպանում է եւ որևէ մեկը պատասխանատվության չէր ենթարկում, որովհետեւ բոլորը եւ եթերից ասում էին հիմա լեզվի տեսության պետ Լավրենտի Միրզոյանը մեր խոսքը հսկում է, նա չգիտեմ ինչ։ Մենք ուղարկում էինք բոլորին իրենց սխալները տեղեկատվություն էինք տալիս, հորդորակներ, ամփոփագրեր ուղարկում էինք, մարդիկ իմանում էին եւ այդ հորդորակներ, ամփոփագրերը ազգային ժողով էի ուղարկում, ազգային ժողովում մարդիկ նայում էին, որ հաջորդ նիստի ժամանակ հանկարծ սխալ չանեն, որ Լավրենտի Միրզոյանը ուշադրության կենտրոնում չհայտնվեն։ Եվ քանի հաղորդումների ժամանակ 32 ատամ կամ չգիտեմ ինչ հաղորդումների ժամանակ զգաստանում էին, դիմում էին լեզվի պետական տեսություն, այս բառի հայերեն համարժեքն ենք ուզում, համագործակցված աշխատում ենք։ Եվ ես ուրախանում էի։ Պատկերացրեք այն ժամանակ ով մաքուր հայերեն էր խոսում հայկական հեռուստատեսությամբ, ասում էին կապրես հեռուստահաղորդավարների մրցանակ էինք տալիս, անվանակարգում հաղթող էինք ճան, Արտակ Քերիքյան կարող եմ ասել, ազգային ժողովից Արտակ Առաքելյան կույր պատգամավոր էր օրինաց երկրից։ Ես երբ որ լեզվի պետական տեսությունը կարողացա ազդել եւ փակել Բեռնարդ Շոու հաղորդումը, կարողացա այնտեղ աշխատել, որպեսզի ԱԼՄ-ն եթեր դուրս չգա, որովհետև նրա մի հաղորդումը վտանգ էր ներկայացնում, որովհետև մենք չենք մտածում, նոր սկսվել էր հայկական սերիալները, վերվարածները, արդեն հակառակ ռեակցիան էր, մեր երեխաները բակերում միմյանց հետ հաղորդակցում են ճպրել լեզվով։ Եվ դրանով ինչ պետք է մենք երեխա դաստիարակենք հայրենիք եւ այդ երեխային ասենք, որ դու քո հայրեն լեզուն սիրի եւ այլ։ Այսօր սա է, որ բոլորիս պետք է մտահոգի, որ հայերենը դա զավեշտի լեզու չէ։ Այսօր հայերենը մենք զավեշտի ենք վերածել, որ կարող ենք ամեն բառ հայերեն բերել ժողովրդին պարտադրել, որ սիրելի ժողովուրդ, հանկարծ լանգետ չասեք, լանգետ օտար բառը, օտարաբանություն է, լանգետի փոխարեն պետք է ասենք հաթամիս եմ կերել, կհասկանանք, կամ ուրոլոգը թարգմանում ենք, չգիտեմ, միզաբան, գինեկոլոգը թարգմանում ենք կանախտաբան, էլ ուրիշ մենք բան ու գործ չունենք, ինչի հետևից ենք եկել, եւ այսօր այս ռուս պաշտոնատար այրի հայտարարությունը այսօր պետք է պետական մարմնի հայտարարություն լինի, որ նրանք ժողովրդին ասեն, որ դա սովորական մեկ հայտարարություն է, պետք չէ ոտքու ձեռքը ընկնել, դա բավական երկար գործընթաց է, որ կփոխվի թե չէ, դուք պետք է որոշեք ժողովուրդ ջան, որ այս մեր պետական լեզվի հետ միասին համաձայն ենք, որ ռուսերեն լինի։ Եվ վաղնա չինացիների հետ ենք լավ հարաբերություն, այդ չինացիներն էլ ասեն, բա մերն էլ պետական լեզու, բա Ֆրանսիայի ֆրանսերեն ինչի երկրորդ պլան, նրանք էլ կասեն երկրորդ լեզու, շատ լավ հարաբերություն է, շնորհակալ եմ Գերմանիայի իշխանությունները, որ Եղեռնի Բանաձև ընդունեցին Բունդեստագում եւ այլն, եւ գերմանացիներն էլ կասեն, տեսակ մենք ձեր լավ բարեկամն ենք, ամեն ինչ անում ենք, մենք էլ ենք ուզում այս երկրի մի բան անել, ուրեմն մեր օրենքները թող գործի, մեր օրենքների շրջանակներում չինացիներին էլ եմ շատ սիրում, չինական թեքումով դպրոցներ բացենք, դասարաններ բացենք, բայց ոչ մայրեն լեզվի հաշվին, անգլերեն դպրոցներ բացենք, դասարաններ բացենք, թեքումով, բայց հայկական դպրոց լինի,
Միրզոյան, դուք ասում եք պետք է օրենսդրական փոփոխություն եւ հատկապես հանրաքվեի միջոցով պետք է լինի եւ պետական լեզվի հաստատում չէ, կարծում որ մեր երկրում արդեն պատմությունն է ցույց տվել, եթե պետական մակարդակով մի բան որոշվում է, դուք եթե մեկ գիշերվա մեջ ուզենան կարող հանրաքվեի որոշում կայացնել։ Ես կարծում եմ մեր ժողովուրդը իր աչքի առջև պետք է ունենա խորհրդային համայնավարության տարիների 70 տարիները, որ վերջապես այդ 70 տարիներն արդեն քիչ էր մնում մեր հիշողությունը մենք կորցնենք եւ կորցնենք մեր լեզուն։ Եթե այն ժամանակ փողոցում խոսում էինք հայերեն, ծիծաղում էին, որ մարդիկ ինչքան բանը գիտակցությամբ դեռևս այն պատկերացումը չունեն, ով որ ռուսերեն է խոսում, ասում են գրագետ մարդ, ախելոք մարդ, եթե հայերեն է խոսում, մի քիչ ասում են սա գեղցի է, այսպիսի մտավախություն կար, բայց հետո պարզվեց, որ ժողովուրդը իր ինքնագիտակցություն չի կորցրել, չեմ կարծում, երբ որ այս հացը դրվի, մեր ժողովուրդը այդքան բան, ինչքան ուզում է մենք ռուսներին սիրենք, նորից պետք է սիրենք, հարգենք, մեր ամբողջ հարաբերությունը Ռուսաստանի հետ է, բայց ռուսերենի իմացություն դա չի նշանակում պետական լեզվի կարգավիճակ տա, որ ռուսերեն իմանանք, բերեք հանրակրթության ոլորտում դպրոցներ, բուհեր եւ այն նոր բուհերը, որ բացվելու են, նոր քոլեջները բացվելու են, նոր լիցեյները բացվելու են, լինի հայկական ու հայկականի հետ միասին նաև այդ լեզուների խորացված ուսում, տեսագրված նյութերը նայում ենք, կրճատում ենք, մոնտաժում ենք եւ կարողանում ենք մեր հрамցնել հեռուստադիտողին։ Այն ժամանակ բոլորը ունեին իրենց համար առանձին հեռուստահաղորդումներ, պիոներական հաղորդումներ կային, երիտասարդական, կոմունիստական, գյուղատնտեսական, իրավաբանական, առանձին խմբագրություններ կա։ Հիմա ամբողջ հեռուստատեսություն, տարբեր ալիքներ, նայում մեծ մասը ինչքան երկիշներ կան, որտեղից էլ այդքան երկիշները հայտնում են, այս մի ալիքում մարդիկ են երգում, մի ալիքով մյուսներն են երգում, այն մեռած մարդու հաղորդումներն էլ բերել են, բան արել են շաբաթ երեկո Սեկոյան ինչ որ մահացավ այդ հաղորդում վարով։ Նրա այն հին հաղորդումներն են բերել բան, հա նվագում են, պարում են, զարմացա այս երկրում բոլորս ծափ ենք տալիս ու բոլորս պարում ենք, բայց ով պետք է մեր հիմնական խնդիրներով զբաղվի։ Կարծում եմ, որ այսօր մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք եւ այդ լուրջ խնդիրները այսօր պետք է մենք ազգովին գիտակցենք եւ կարողանանք ազգովին պահել։ Այսօր լեզվի անաղարտության խնդիրը մեր կարևորագույն խնդիրն է։ Այսօր մենք ազգային անվտանգության խնդիր է լեզվի պահպանություն։ Բայց արի ուտես, որ որևէ մեկին այսօր ազգային անվտանգության այս խնդիրը չի հետաքրքրում։ Բա լեզվի տեսություն չլինի, լեզվի տեսությունը այս ինչ է կատարում մեր քաղաքում ամեն ինչը լի ուր գնում ես լրի օտար լեզվով, մինչև երբ պետք է այդ օտար լեզուն գնա, որտեղ է հասել, որ մեր նախարարները արդեն սկսել են ոչ միայն ռուսերեն չստորագրել, պարտավոր հայերեն չեն, անգլերեն են ստորագրել, հայ քեզ բան